ձեզ, ուրեմն Ռուսաստանի Facebook-ից ինձ հետ կապ տվեցին եւ ասեցին, որ Ֆուցնը, այս պիդերը, այս հոմոսեքսուալիստ պորնոն, այս Փաշօղլու Խերժոյի Ռաուֆի, քորի եւ այս համակարգ կոչվածի պորնո կոմանդների հետ, այսինքն դատախազությունը, քննչական կոմիտե, մուսարներ ծրագրել են ինձ ըստ իրենց, վերացնելու, այսինքն ֆիզիկապես վերացնելու։ Լսում եք պորնո կոմանդներ։ Բոլորդ որպես միջազգային հանցագործներ գնդակահարվեք ու գնդակահարվելու եք, ոչ մենակ դուք, այլ նաև ձեր լակոտները, ձեր ընտանիք կոչվածները։ Ուրեմն փաստը արկա է, լսում եք, փաստը արկա է, ես հայտարարությունը տվեցի միջազգային կոչված տրասի պոռնիկներին, ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, սրանք օրինական չեն, սրանք հանցագործներ են։ Եվրոխորհուրդ, Եվրոմիություն կոչվածներ։ Իմ նկատմամբ նաև ծրագրված է ֆիզիկապես ոչնչացնելու ծրագիր, որպես Արմենիայի նախագահ, ՀՀ կա այսօր, բայց մենք Արմենիա ենք։ Մենք Արմենիա ենք։ Ես ասել եմ ձեզ, սկսում ենք Արմենիայի վերածնունդը իր բոլոր պահանջներով 480,000 քառակուսի կիլոմետր պահանջով մեր ազգի վերածննդով, տեսեք ինչ եմ ասում, մեր ազգի վերածննդով, ոչ թե ժողովուրդ, ոչ թե բնակչություն, ազգի վերածննդով։ Եվ 5 տարվա մեջ մենք պետք է մեր միայն Արմենիայի ազգաբնակչությունը, մեր արմենական գենի կրողների բնակչության քանակը պետք է հասցնենք 5 միլիոնի։ Եվ այդ բոլոր համակարգեր կոչվածները, տրանսպորտ, կապ, էներգո, ճանապարհներ, ստրատեգիկ նշանակություն ունեցող օբյեկտներ, գործարաններ, բոլորը վերադարձվելու է պետական համակարգեր, այս պետական բանկ, պետական գանձարան պետք է լինի, պետական գանձարան պետք է լինի, ոչ թե բյուջե, այտենց բան չկա, այտենց հասկացություն չկա, որովհետև այսօրվա բյուջե կոչվածը հանդիսանում է միջազգային բանկի ֆիլիալներից մեկը։ Եվ որևիցե, այսինքն ներպետական համակարգ կոչված անգամ իրավունք չունի քիթը կողի ասին տեղ ինչ կա, ինչ չէ։ Դրա համար էլ այսօր 30 տարի է Հայաստանը իրականում Արմենիան թալանվում է եւ թալանում են ազգաբնակչությանը եւ ցեղասպանում են։ Փաշօղլին այն համակարգ պարլամենտ որևիցե մեկը չի գործում, բոլորը միջազգային հանցագործներ են, ազգի թշնամիներ, պետական դավաճաններ, այդ թվում նաև կոնվենցիայով ամրագրված Նյուրնբերգյան դատավարության ամբաստանյալներ։